Աստված հավատարիմ է, Դեյվիդ Վիլկերսոն, օր մարտի 18, նա ողջ է պահում իմ անձը։ Աստվածաշունչն ասում է մեզ, որ Հակոբը անհավանական հայտնություն ստացավ Աստծո հետ անձնական հանդիպման ժամանակ, և Հակոբն այնտեղի անունը Փանուել դրավ, որովհետև ասեց. դեմ առ դեմ տեսա Աստծուն և իմ անձը ողջ մնաց։ Ծննդոց 32:30 խոսք։ Ինչ հանգամանքներ ուղեկցեցին այս հայտնությանը։ Դա տեղի ունեցավ Հակոբի կյանքի ամենադժվար ժամանակաշրջանում։ Նա հայտնվեց երկու հզոր ուժերի միջև՝ զայրացած աներոջ Լաբանի և թշնամանքով վրդովվածությամբ լի եղբոր Եսավի միջև։ Հակոբը ավելի քան 20 տարի աշխատեց Լաբանի մոտ, որն ամեն անգամ խաբում էր իրեն։ Վերջապես Հակոբի համբերությունը սպառվելով, առանց Լաբանին զգուշացնելու վերցրեց իր ընտանիքը և դիմեց փախուստի։ Լաբանը փոքր զորքով շարժվեց արևելքից՝ հետապնդելու և սպանելու Հակոբին։ Միայն այն ժամանակ, երբ Աստված երազում զգուշացրեց Լաբանին, որ չվնասի Հակոբին, նա հրաժարվեց այդ մտքից։ Բայց երբ Լաբանը հեռացավ Հակոբի ճանապարհից, Եսավը եկավ արևմուտքից։ Նա նույնպես առաջնորդում էր մի փոքր բանակ և պատրաստ էր սպանել իր եղբորը, նրա անդրանիկությունը գողանալու պատճառով։ Հակոբը բախվեց կատարյալ աղետի հետ, իրավիճակն անհույս էր թվում, և նա համոզված էր, որ կկորցնի ամեն ինչ։ Այնուամենայնիվ, այս խավար ժամին Հակոբը հանդիպեց Աստծուն ինչպես երբեք։ Նա գոտեմարտեց հրեշտակի հետ, ում մասին աստվածաբաններն ասում են, որ ինքը Տերն էր։ Նմանապես Աստված Հոբին հայտնվեց մրրիկի մեջ, երբ Հոբն իր ամենախավար օրերում էր։ Տերը նրան տարավ տիեզերք և ծովի խորքերը և ցույց տվեց բաներ, որ ոչ ոք երբեք չէր տեսել։ Հոբը դուրս եկավ այս փորձությունից փառաբանելով Աստծուն, ասելով. «Գիտեմ, որ ամեն բան կարող ես, և քո դիտավորությունը չի արգելվի։ Ով է նա, որ խորհուրդը նսեմացնե անիմաստ խոսքերով։ Իրավ, խոսել եմ, բայց չեմ հասկացել, ինձ համար անիմանալի են եղել, և ես չգիտեի։ Աղաչում եմ, լսիր, որ խոսեմ, քեզ հարցնում եմ, և ինձ իմացրու։ Ականջի լսելով ես լսել էի քո մասին, բայց հիմա աչքս տեսնում է քեզ»։ Հոբ 42:2-5 խոսքեր։ Երբ մենք պարզապես վստահում ենք մեր հավատարիմ Աստծուն, զարմանալի բան է տեղի ունենում։ Խաղաղություն է գալիս մեզ վրա, որը թույլ է տալիս մեզ ասել. «Կարևոր չէ, թե ոնց կավարտվի այս փորձությունը, իմ Աստվածը ամեն ինչ վերահսկում է, նա ողջ է պահում իմ անձը, և ես վախենալու ոչինչ չունեմ»։